Ասմունքող Լիանա Զուրաբյանի և նրա որդու հետ տեղի ունեցած միջադեպը մեծ քննարկում է ստացել հայկական մեդիա դաշտում, իսկ Լիանան շարունակում է պարբերաբար սոցիալական հարթակներում հրապարակել տեսանյութեր ու պատմել եղելությունը։ Մենք ևս շարունակում ենք լուսաբանել դա։ Առաջարկում ենք դիտել նրա հրապարակած տեսանյութերից ևս մի քանիսը։ Ժողովուրդ ջան, ուրեմն ես այս պարզ ճշմարտությունը ասում եմ, խնդրում եմ հավատացեք իմ խոսքին։ Ես հավատում եմ, որ արդարությունը հաղթելու է։ Երբ որ ինքը ուժեղ ինձ հարվածեց երեխայիս մոտ, իմ ուղեղը մթնեց, ես ոտքով խփել եմ իր ոտքին։ Ես ճիշտը ասում եմ։ Ու իրանք ինչ են ասում, որ ինքը ինձ չի խփել ընդհանրապես, այլ ես եմ խփել եւ վնասել եմ իր սեռական օրգանը։ Այդ շանտաժն են անում։ Խնդրեմ, տան մեծը, դե, ինչ պետք է լինի, փոխանակ սթափեցնեն երեխային, փոխանակ ներողություն խնդրի, որ հետո էլ խուլիգանություններ չլինի, այս կարգի տղաների պատճառով, որ բանակում սպանություններ ա լինում, որ զինվորներ ինքնասպան են լինում, այս կարգի ցինիկ տղաների պատճառով ա լինում, այս ամենի դեմը պետք է առնել ու վերջ։ Խնդրում ենք, ժողովուրդ ջան, մեզ հետ եղեք, ոչ մի րոպե մեզ չթողնեք, խնդրում եմ, արդարությունը կհաղթի, հավատում եմ նաև պետ մարմիններին, պետական մարմիններին։ Շնորհակալ ենք բոլորին։ Բարի ողջույն իմ սիրելի հետևորդներ, կրկին ցանկանում եմ անդրադառնալ երեկվա միջադեպին, այս անգամ էլ կխոսամ ու էլ չեմ խոսալու։ Ուրեմն, երեք միջադեպը եղել է, այո, դպրոցի բակ է դա։ Շինարարական աշխատանքներ են արվում դպրոցում, երեխաները տեղ են սովորում, դա համարվում է բակ։ Լևոնին ես այնտեղից բերում եմ հյուրատուն։ Այդ բարձր հասակի տղաները, 10-րդցիներն են ցինիզմը, որը միշտ է կրկնվել։ Տվյալ տղան, որ ինձ հարվածում է, ինքը դպրոցի սան չէ, ինքը քոլեջում է սովորում։ Ես պետք է ասեմ, որ ես գոհ եմ դպրոցից, տնօրենը շատ լավն է, ուսուցիչները շատ լավն են։ Բերթավանի պատկեր արտահայտությունը սխալ էր ասելը, որովհետև շատ լավ դաստիարակված, շնորհքով, հարգանքով երեխաներ կան ու շատ լավ ծնողներ կան։ Ես կարծում եմ կհասկանան իմ հոգեվիճակի այդ պահի եւ ներողամիտ կլինեն իմ արտահայտության համար։ Շնորհակալ եմ Բերթավանի ողապետին Արամին Զուրաբյան հոգատար մտքի հասկացողության համար։ Բոլորին շնորհակալ եմ։ Բերթավան աշխարհ, ես եւ Լևոնը սիրում ենք ձեզ։ Նորից եմ ասում, սա մեր պապերի երկիրն է, իմ հոր ծննդավայրն է։ Ես ստեղ գիտեք, որ սիրով աշխատում եմ ձեզ համար, նաեւ։ Եվ ինչքան հնարավոր է օգտակար եմ լինում։ Կհավաստիացնեն մարդիկ, չեմ ուզում այդ մասին խոսալ։ Ամեն դեպքում բռնումով եղեք, հասկացող եղեք դուք էլ իրավիճակը հասկացեք եւ կարծում եմ նորից իմ այս կերպ լուսաբանումը իսպառ վերջ կտրվի ցինիզմին ոչ միայն այստեղ, այլ Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Հա, նաև խոսամ Բերթավան դպրոցի մասին, դպրոցը շատ լավ սաներ է տվել, դպրոցը առաջատար է համարվում, դպրոցը լավ կադրեր ունի, դպրոցը շատ լավ աշակերտներ ունի։ Հուսամ այս նոր դպրոցը, որ արդեն կառուցվում է, այնտեղ ավելի ջերմ ու գեղեցիկ պահեր կլուսաբանվի։ Իրական լավ Բերթավանի պատկերը։ Ավելի լուսավոր, ավելի սիրով լի։ Դուք գիտեք, որ ես սիրո կողմնակից եմ։ Սիրում ենք բոլորիդ։ Մաման ջան, դու եկան։ Հա, բոլոր։ Հա, Լևոնից եք հարցնում ոնց է։ Լևոն լավ ես։ Հա, տղաս։ Դասը բոլորին շնորհակալություն ջեմ խոսքերի համար։ Քեզ բոլորը սիրում են, գիտես։ Շնորհակալություն ջեմ բոլորի համար։ Ահա, շնորհակալ ենք բոլորիդ։ Ու հա, էլի եմ ասում, որ քննչականը նորմալ անցավ, պարոն Դավթյանի շնորհակալություն։ Եվ հետագա ընթացքը արդեն ճիշտ իր գնահատականը կլինի։ Ինչ կուզեմ ասել Բերթավանի հերհյուրանք տարածող անձանց, ովքեր հերհյուրանքներ են գրում, ես ժամանակ չունեմ, որ
նախ պատասխանեմ, ժամանակի չունեմ, ես չեմ մաքրում այդ կոմենտներ հերյուրանքներ, բայց այսպես եմ ուզում պատասխանեմ։ Գրվածք են տեղադրել մեկնաբանություններում, իբր ես պարբերաբար սես նկարել եմ այդ տղաներին ու հա շոկոլադի եւ սուրճի դիմաց, ասիկա կաշառքով հանել եմ տեսանյութը, չեք ամաչում, ինչ հերյուրանքներ է։ Ուրեմն ոնց է եղելությունը եղել։ Դուք գիտեք, որ իմ Լևոնին ես անդադ նկարում եմ։ Դպրոց գնալա, տունա, մեր կենցաղը, մեր հետևորդեն ուրախ ենք պահում, պոզիտիվ ենք ստանում իրանցից, սեր ենք տալիս իրանց։ Հերթական օրը Լևոնին տանում էի դպրոց եւ իր ձեռքից այդպես անդ դիտողներ կլինեն, թող հաստատեն տակ ովքեր դիտել են, որտեղ ինքը ռեկ ընկավ, բայց ես հանեցի բնականաբար։ Գալիս ենք դպրոց, ձեռքից իր դասընկերին քաշում է, տանում է մի աղջիկ երեխա։ Ես այդ նկարում ասում Լևոն դե պաչիկ մամային, այդ երեխան որ տանում է Լևոնին դպրոց, ես այս ապշահար նկարում ասում եմ խնդրեմ աղջիկը Լևոնի ձեռքը քաշեց տարավ։ Այս սենց է, սենց ես մեծացնեմ, հետո աղջիկը քաշելու է տանի։ Մեր համար տեսանյութ եմ անում, որի մեջ ընկնում են երկու տղա։ Այդ տղաները ոնց որ էլի։ Խանութում գնումներ անելուց մի լավ տղա կա դպրոցում։ Իրոք լավ երեխաներ շատ կան։ Ծնողներ ջան, խնդրում եմ կներեք, եթե Բերթավանի պատկեր բառով, նաև ես ներկայացրեցի Բերթավանը, բայց այդպես չէ, Բերթավանը լավն է։ Ծնողներ ջան, մամաներ ջան, ինձ կներեք այդ արտահայտությանս համար, որովհետև ոնց որ ձեր երեխեքն էլ ընկան այդ Բերթավանը պատկերի արտահայտության մեջ, շատ լավ դաստիարակված երեխաներ կան։ Մի լավ տղա կա Երիկը։ Եկավ ու միշտ ինքը ուզում է պաշտպանի, լավ լինի ամեն ինչ, եկավ ասեց Լիանա տոտա ինչ առնեմ, որ այն վիդեոն հանես այն տղերք երևում են, ասում եմ լավ էլի ռեկ հանգել էլի, լավ էլի խնդրում եմ էլի ինչ անեմ քո համար մաղարիչ, Երիկին շատ եմ սիրում։ Այս Երիկի խոսքը լսելով եւ սենց ինչ առնեմ, շոկոլադ առնեմ, ասի լավ կլինի։ Մեկ կողքից մի տղա էլ ես էլ սուրճ առնեմ, TikTok-ից հանեք, ասի լավ կլինի։ Ու այդպես է տեսանյութը ես հեռացրեցի։ Այնպես որ կյանքում կա մի պարզ ճշմարտություն, որ չի փոխվում ոնց էլ շուրջ տաս։ Ու ես ոչինչ որ դարձա երեխացի այս ամենի զոհը, բայց վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում իսպար կվերանա ցինիզմը, բոլինգը, խնդրահարույց երեխաների հանդեպ, եւ մայր ու զավակներ ճնշված չեն ապրել։ Կրկին անգամ շնորհակալ եմ բոլորիդ հասկացող մարդիկ, հայեր, հանրություն, իմ սիրելի հետևորդներ։ Ու նորից Բերթավան աշխարհ ափերից ելած է ուղակի։ Մի քանի ցինիկների պատճառով չպետք է ընդհանրացնել դաստիարակված ու լավ երեխաներին ու ծնողներին։ Սիրում եմ բոլորիդ։ Լավն եք դուք։ Սա իմ պապերի երկիրն է, սա իմ հոր ծննդավայրն է։ Սիրում եմ ձեզ։